Ես ծնվել եմ Շահալի գյուղում, նախին Շահալի, հիմա Վահագնի, Գիրովականի շրջանի Վահագնի գյուղում 1928 թվականին գյուղացու ընտանիքում, գյուղացի վարպետի ընտանիքում։ Եղել եմ իմ ծնողների 7-րդ զավակը։ Մեծացել եմ բազմազավակ ընտանիքում։ 41 թվի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին սովորել եմ 8-րդ դասարանում, որից հետո անցել եմ աշխատանքի Լենինականի շոգեքարշային դեպոյում 3 ամիս խառատի օգնական աշխատելուց հետո լավ առաջադիմություն ունեի եւ որպես 4-րդ կարգի խառար անցա աշխատանքի 40 մինչև 45 թվի հունիսի 27-ը Սանայինում Ալավերդում աշխատելու առիթները այսպիսին եղավ։ Պետերից մեկը եկավ, բարևեց, ես աշխատանքը դադարեցրի եւ նա ինձ առաջարկեց 3 ամսով կգնաք գործողման Սանային։ Ամենայն ուրախության ասին, չի չէ։ Հաջորդ օրը արդեն ես Սանային էի, ժամանակ հանգամանքներ այնպես էր մի ժամ կամ թեկուզ մի օր ավելնորդ կամ անգործ հնարավոր չէր։ Այդ 3 ամիսը դարանալուց հետո Սանայինի դեպոյի պետը առաջարկեց եւս 3 ամիս մնալ, 3 համաձայնվեցի, 3 էլ մնացի, 6 ամիսը դարանալուց հետո այս անգամ թե մնացը հիմնական ամենայն ուրախության միայն ասի ես պայմանով մի փոքր անկյուն տակ, որ հանրակացարանից դուրս գամ։ Մի փոքր սենյակ, կարծեմ 9 քառակուսի մետրով։ Մի հատ մահշակալ, փոքր սեղան, մի հատ տոմբочка։ Կոլեկտիվի հետ արդեն ծանոթ եմ, մտերիմ, մեր զորի ժողովուրդն է։ Իմ մասնակցությունը, իհարկե, իմ սիրելի մասնակցությունն է։ Եվ օրը օրին իմ սերը ավելացավ մեր զորի վրա, Ալավերդու վրա։ Նրանից հետո բազմիցս առաջարկներ են եղել Երևանում, Թիֆլիսում, ընդհուպ եւ Մոսկվայում, Ուլիանովսկում, առանց հերթի բնակարանով ապահովել եւ այլը, ոչ մի պայմանով չեմ գնացել։ Եվ արդեն 63 տարի է ապրում եմ Ալավերդի, 63 վայրկյան չեմ փոշմանել, թե ինչի մնացի։ Հաճախակի հարցնում են, ախր դու կարող ես մեծ քաղաքում, մեծ գործարանում, իմ զորից մեծը չկա, քանի որ սիրելին է, իմ հայրենիքն է, ջուրն էլ է քաղցր, բնությունն ու օդն էլ գեղեցիկ, մաքուր, այդ ինչ եմ մնացել Ալավերդի։ Մի 3 տարի խառատ աշխատելուց հետո 4-րդ տարին աշխատեցի դեպոն որպես վարպետ։ Նրանից հետո կարճ ժամանակ աշխատեցի որպես շոգեքարշի մեքենավարի օգնական։ 2-3 տարի ու դարձա շոգեքարշի մեքենավար։ Մի 4 տարի էլ շոգեքարշի մեքենավար էի աշխատել մեր գծամասը Սանային Լենինական էլեկտրոֆիկացիա արեցին։ Այս անգամ շոգեքարշներին փոխարինեցին էլեկտրաքարշները։ Մի քանի ամիս ինքնուրույն պատրաստելուց հետո կարողացա քննություն բռնել էլեկտրաքարշի մեքենավար աշխատելու։ Մի խոսքով 4 տարի աշխատեցի որպես շոգեքարշի մեքենավար, 29 տարի էլեկտրաքարշի։ Հետո անցա իմ հերթական կենսաթոշակի։ Չնայած շատ առույգ էի, շատ գործոնյա, մեքենավարները կենսաթոշակի անցնում էին 55 տարեկանից։ Չնայած բաժանմունքի պետ, դեպոյի պետ դեմ էին իմ թոշակի անցնելուն,
Բայց ես նպատակ ունեի այս մակետների գործով այնպես սիրահարված էի, որ գիշեր ու ցերեկ ուշք միտքս մակետներն էր։ Ես այդ գործով սկսել եմ զբաղվել 59 թվից, ավելի շուտ 58 թվից։ Իմ առաջի պատրաստած մակետը զրահագնացքի մակետ է եղել, որը գտնվում է Երևան թանգարանում, իհարկե մինչև հիմի պաշտպանվում է։ Երբ որ վրացիները կարելի ասել ներխուժեցին Լոռու ձորը, ընդհուպ մինչև երկաթգծով մինչև Զամալվեի կամուրջը կարողացան ինչ որ շատ կարճ ժամանակ տիրապետել։ Այս անգամ այնպես ինչպես Սանահինի երկաթուղայինները շրջակա գյուղի ժողովրդի հետ հավաքվեցին եւ փորձեցին հետ քշել նրանց։ Վրացիները զրահագնացք էին բերում Զամալվեի կամուրջը պաշտպանելու։ Շատ կարևոր օբյեկտեր երկաթուղային, դրա հետ միասին նրանք ականապատել էին, որ հակառակ պարագային պայթեցնեն։ Այդ տեղեկությունը գիտեին եւ երկաթուղայինները եւ շրջակա գյուղերի ժողովուրդը եւ Շահալի կայարանում Հարություն Զաքարյանը, որը վրացերեն լեզվին հոյակապ տիրապետում էր, վերցնում է մի հատ սայլ, մի հատ մեծ տակար դնում, իբր թե գինի է վաճառում։ Քանի որ վրացերեն էլ գիտի, շատ լավ տիրապետում է լեզվին, երգում է նրանց հարալուն եւ գովում կախետի գինի։ Սայլապանը Սահակ Հովանեսյան մի երիտասարդ իր հորեղբոր տղայի հապետի հետ միասին այդպես մտնում են Զամալվեի կիրճը կամուրջի մոտ։ Նրանց նպատակը նա է, որ վրացիներին հարբեցնեն, ականներից փրկեն կամուրջը եւ հաջողում է կամուրջի դեպի Փամբագի կողմը կամուրջին մոտենալ հնարավոր է, սայլը տանում են այնտեղ, վրացիները հավաքում, սկսում են կերուխում անել։ Այդ ժամանակ իհարկե դասավորած ինչ որ գյուղից մի հատ Ղազարյան, որը հոյակապ լարային գործիքների վրա նվագելիս ալնում, վրացական չոնգուրով նվագելով գալիս է, վրացիներին լավ խմացնում են։ Այդ ընթացքում ցավոք սրտի չեմ հիշում այդ տղայի անունը, որը կարողանում է ականին միացող էլեկտրոլարերը կտրել։ Կամուրջի երկու ծայրում հասոցավոր գնդացիրները դրված ալնում։ Այս անգամ Զախարյան Արաքել, որը 1903 թվականի ռուս-յապոնական պատերազմի մասնակից եւ շտաբս կապիտանի զվանով սրվել էր։ Վճռում են հասոցավոր գնդացիրները գլորել ձորը, բայց մտածում են, որ վրացիները կիմանան։ Այս անգամ Արաքելը ասում է, ես նրանց լեզուն գիտեմ, գնում երկուսի փականներ հանում է, արդեն անպետք են։ Եվ այս անգամ ժողովրդի ազատագրական խմբերը հավաքում Զամալվեի կամուրջը փրկում են ականից, դրա հետ միասին այդ գարնիզոնը ցրում։ Իսկ զրահագնացքը Սանահին կայարանի մուտքը, կայարան մտնելու ժամանակ Օձուն գյուղից Ղրջաղամյան Մոսոլ մի քաչ մարդ մի ուրիշ մարդու հետ կազմակերպում են Աքորի գյուղից քարեր գլորում, մեծ քարեր գլորում։ Քարերից մեկը խփում զրահագնացքի վագոնին եւ մնում է վագոնի վրա։ Ընդհուպ աքորիցիները ասում են, ես Մոսոլի թոփի գյուլն է։ Օձուն գյուղից վերև է որ գյուղն է, Ամոջը, չէ՞։ Ամոջից Բաշվերուկյան Աբել, հոյակապ կրակողալնամ։ Զորը վրացիները որ փորձում են բարձրանալ, հենց առաջի բարձրանողին խփում է։ Նրանից հետո այնքան վրացիներին չի խփում, որքան ձերն է խփում, որ արդեն ձիչ ունեն հետ փախչել չեն կարող։ Բավականին տեղ գերում են եւ այլ։ Կայարանից զորով, սեդու զորով բարձրանում էին ճանապարհը, այս ճանապարհային ժամանակ գոյություն չունեցել։
սեզ ուզորով բարձանում էին բավականին վերև, նոր բարձանում ուզոլար վրացիները չեն կարողանում բարձանան։ Մոսոնի եւ Բաշվերուկանց Աբելի ղեկավարած խմբերով վրացիներին հետ են դարձնում։ Զրահագնացքն էլ ջարդում, շահալի էլ Զամալոյի կամուրջի գարնիզոնն են ոչնչացնում եւ համեցեք փրկում այև կամուրջը եւ նորու զորը մնացածը դերոյի պատմությունը գրական կա, արդեն գիտեք, եթե նրան թույլ տային, նա Թիֆլիսներ կվերցներ։ Դրոն մի քաչ զինվորական մեծ հրամանատար էր եւ քաղաքականությունից եւ զինվորական գործը հոյակապ տիրապետում էր։ Փոքր խմբով նա կարողացավ վրացիներին ծնկի բերել։ Այդքան կարող էի ասեմ։ Այս բոլոր պատմությունը ես լսել եմ մասնակից օրինակ այդ Զաքարյան Առաքելին, Զախար Հարությունին, գինի ծախող կախետի գինի գողողին, հետո ստեղ Աբելին եմ տեսել, իսկ աշխատ դեպոյից Օհանյան Սարգիս так մեքենավար ոնց են կազմակերպել կանխել զրահագնացքի շահալի գնալը, հետո դեպոյի ունեցածը պաշտպանել, պարահոզները ոնց են մասնատել, որ իբր թե գործող պարահոզ չունեն, կասկածելով, որ կարող ոչ թե կարող էր, այլ վրացիները պարզոն կզավթեին պարահոզները, շոգեքարշները կտանեին։ Ինչ որ մասեր հանել են, որ պարահոզը գործող չի։ Ընդհանուր առմամբ Հայաստանում երկու զրահագնացք եղել։ Ինչ որ այսքան մի ժամանակը տղաս հասավ, ինչ որ երրորդն է հանդես գալի, բայց պատմությունը ոչ մի տեղ չի հիշում երրորդ զրահագնացքի, իհարկե 20 թվականի մասն է խոսքը։ Նրանից հետո իհարկե զրահագնա ռուսները 17 թվականի հեղափոխությունից հետո որ թողեցին գնացին հայրենիք, նրանք ռազմական տեխնիկան, զենք, մեկ էլ մյուս չդարան։ Այդ նույն ցուցակում եւ մնաց երկու հատ զրահագնացք, որը մեկը անվանվեց Վարդան Զորավար, հետագայում Սարգիս Մուսայելյան, իսկ մյուսը դաշնակների համար դա Բայց վրացիները իրանց զրահագնացքով չէին եկել։ Նրանք եկել էին իրանց զրահագնացքով, որը Սանային կայարանի մուտքի մոտ, այսինքն այդ գալերեի հիմի օր պատրաստած, այդ ժամանակ գալերեի չկար, դա շինվեց 60-ական թվականները, մինչ այդ ուղղակի առանց գալերեի վերևից քարերը գլորելով ջարդշուր արեցին, այդպես ոչ թե պայթեցնել, այլ ուղղակի ջարդել են շահագործումից հանել։ Այդ բոլոր ովքեր որ մասնակից էին, պատում էին, հետաքրքիր էր, ես էլ որ հետաքրքրում էի երկաթգծի պատմության հետ, այն ինչ որ կապված էր առնչում էր երկաթգծի հետ, հայրենիքի հետ, լոռու հետ, ոնց կարելի էր մի երկրում ապրել ու իր երկրի պատմությունը չիմանալ։ Սա առաջի գնացքի մանրակերտն է, որը մեր Հայաստանի մի խոսքով լոռու զորում երկաթգիծը կառուցելուց հետո մուտք է գործել այս գնացքը 1899 թվականի հունվարի 25-ին Թիֆլիսից ժամանել է Հարաքլիսա Կիրովական, որից հետո նույն տարվա փետրվարի 7-ին ժամանել է Ալեքսանդրապոլ, Լենինական Գյումրի, նույն թվի հունիսի 21-ին Ղարս եւ առաջի գնացքը սա է եղել, որ Թիֆլիսից մինչև Ղարս ուղևորները տեղափոխել շաբաթական 3 անգամ, 3 անգամ Թիֆլիսից, 3 անգամ Ղարսից, շաբաթական 3 ռեյս է կատարել։ Շոգի Ղարսը այն ժամանակ, Շոգի Ղարսը շարժակազմը 3 հատ մարդատար վագոն երրորդ կարգի եւ մի հատ փոս բագաժային ծանրոցային վագոն։ Ես Շոգեքարշի վրա աշխատել եմ, ոչ միայն ես Շոգեքար, ընդհանրապես բոլոր Շոգեքարշները շատ լավ են տիրապետում, քանի որ աշխատել եմ օգնական, աշխատել եմ Շոգեքարշի մեքենավար, Շոգեքարշները շատ լավ գիտեմ։ Մինչ մեքենավար աշխատել ես դեպոյում աշխատել եմ
վերանորոգման ցեխում մասնակիցությունով եւ փականագործ եւ խարատ։ Այնպես որ պարավոզի բոլոր դետալները խիստ ծանոթ են։ Պատմությունը հետեւյալն է։ Դեռ 62 թվականին ես պատմությունից իհարկե գիտեի, որ Վլադիմիր Իլիչ Լենինը 17 թվին գաղտնի անցել է Ֆինլանդիայի սահմանը։ Գաղտնի անցնելու համար օգտվել է մի շոգեքարշից, իբր թե որպես հնոցաբան։ Նույն 17 թվի հոկտեմբերին էմիգրացիայից հետ է եկել զինված ապստամբությունը ղեկավարելու։ Ես պատահական Լենինգրադ Ֆիլյանսկի վокзалում տեսա այդ շոգեքարշը, որը խիստ անծանոթ էր, քանի որ ռուսական ծագում չուներ։ Շոգեքարշը պատրաստվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում բելոֆինների զակազով 1903 թվին Պարավոզեստրայիտելնայի կամպանիա Բոլդվինը։ Այս անգամ ես փորձեցի գծագիր, չստացվեց։ 2 տարի իմ հերթական արձակուրդը վերցրեցի, գնացի Լենինգրադ, իսկականից գծագիր, իմ բանվորական գծագիրը գծեցի եւ պատրաստեցի շոգեքարշի մակետը։ Մեկը նվիրեցի Մոսկվայի Լենինի կենտրոնական թանգարանին, իսկ հաջորդը Ուլյանովսկի համալիրին։ Մինիստրը այդ մասին իհարկե տեղյակ էր, որ այդպես բան է պատրաստվել եւ նախընտրեց, որ նախքան Ուլյանովսկ տանելը մի հատ տաները ինքը տեսնի եւ տարա։ Իհարկե առաջի հանդիպումն էր մինիստրի հետ, մի քանի անգամ մինչ այդ հանդիպել էինք, էլի ընդհանրապես մակետների գործով։ Մինիստրը որ եկավ, տեսավ, ինձ հարցրեց, գործող է մակետը, ասեցի այո, մակետը գործում է, մասշտաբով 10 անգամ փոքր, բայց որպես շոգեքար, ոչ թե ինչ որ մի օժանդակ ուրիշ ուժով, այլ որպես շոգե մեքենա գործում է։ Եվ ցանկություն հայտնեց տեսնել շոգեքարշը տաքացրին գոլորշի եւ ինքը տեսա, որ շոգեքարշը շարժվում է եւ հետ եւ առաջ։ Այս անգամ իր օգնականը ինձ մինիստրին ասեց, հələ մի հատ հարցրեք Հրաչ Գեորգովիչին, Իվանովին ինչ ասեց։ Իվանովը իր զամերից ինչ որ մեկն էր, որը գտնում էր, որ իմ պատրաստած մակետը իրականին չի համապատասխանում։ Ես հետաքրքրվեցի, ինչը չի համապատասխանում։ Ես վարվաբանեց, որ ֆարերի մեջ գազովի գարելկա է եղել, իսկ դու փոխարենը դրել ես լամպոչկա։ Ես նրան իհարկե արժանի պատասխանը տվեցի, մինիստրի օգնականը ասեց, հələ մի հատ հարցրու Իվանովին ինչ ասեց։ Ես կրկնել չէի կարող, քանի որ այնքան գեղեցիկ բառեր չէին, բայց այնպես մինիստրը իր զամին այսպես հայտարարեց, որ նորեկներին այդքան կարճ ժամանակում կարողացել ես տեղյակ պահել, որ դու հիմար ես։ 1951 թվականին ես Երևանի դեպոյում գործողման մեջ էի։ Ես այնտեղ ծանոթացա մի հատ վարպետի հետ, Ազիզյան Ավետից, հայրենադարձ հայ։ Նրա հետ երկար զրուցեինք անում հաճախակի, ինչ որ չգիտեմ, լավ տպավորություն էր թողել, հետաքրքիր բաներ էր պատմում անցյալից, իրանց գաղթից եւ այլը։ Եվ օրերից մի օր թե գիտես, ասում եմ, վաղը չէ մյուս օրը կիրակի օրը գնալու ենք Մուսալեր, որից ես տեղեկություն չունեի, չգիտեի ինչ լերի մասն է խոսքը։ Գնացինք, բա ինչ ենք գնում, թե գնում ենք հերիսա ուտելու։ Բանից դուրս եկավ, այդ մարդիկ ամեն տարի ապրիլ ամիսին ինչ որ մեծ խազաններով հերիսա են եփում, հավաքվում, հիշում իրանց անցյալը եւ այլը։ Ես այնտեղ իմացա այս ֆրանսիական հազանավի պատմությունը, որ ոնց են իրանք Կիլիկիայի կողմից բարձրացել Մուսալերը, 40 օր պայքարել, երբ որ թուրքերը բարձրացել են, տեսել որ հայերը իջել են ներքև, նրանց թողած ինչ որ ժամանակավոր տնակներ մեկ էլ մյուս վարել են։
Գիշերով այդ ահրելի հրդեհը անտառնել հրդեհվել է, ինչ որ ֆրանսիական մի նավի կապիտան հերվից տեսել է, այս անգամ կուրսից դուրս է եկել նավարկել դեպի այդ հրդեհը։ Մոտենալով ափին տեսել այդ անտանելի վիճակը սոված, հիվանդ եւ այլ այդ հայ քաղաքականներին հայտնել է իրանց հրամանատարին եւ թույլտվություն ստացել, որ քաղաքականներին փրկել։ Վերցրել է դրանց նավը, հետո մի ուրիշ երկու նավել են եկել, բայց հիմնականում գործարքը կատարել է հացանավը։ Այս կրեշեր։ Դե իհարկե այդքանը լսելով ինչ որ նավի մանրակերտին էլ հնարավոր չէր, այս անգամ փորձեցի տարբեր ճանապարհներով հետաքրքրվել եւ այլը։ Ադմիրալ Իսակովը Հայաստան եկավ 55 թվականին։ Ես մի քանի րոպեով ներողություն խնդրեցի, մոտեցա, ինձ ցանկությունը հայտնեցի, ինքը ինձ թողեց իր հասցեն։ Նրանից հետո Մոսկվայում ես երկու անգամ եղա իր մոտ։ Իհարկե շատ կարճ ժամանակով, քանի որ նախ առողջականը, հետո նա այնքան զբաղված էր, որ նա ինձ խորհուրդ տվեց այն ժամանակ ամսագիր կար Մոսկվայի զբորնիկ դուրս գրել այդ բաժանորդագրվել ստանալ եւ այնտեղ ծանոթանալ Մոսկվայի ծովային տեխնիկային, նավերի տարբեր եւ այլը։ Երրորդ մեր հանդիպման ժամանակ ես խնդրեցի արդեն ոչրված էր, որ գիշենի մանրակերտը շինելու եմ, բայց ոչ նկար ունեի, ոչ գծագիր։ Նա խոստովեց, որ ինչ որ ճանապարհով Ֆրանսիայից գծագիր, եթե լրիվ չէ, գոնե բանվորական գծագիր։ Եվ կատարեց իր խոստումը, իհարկե շատ մեծ հարգանքով այսօր գլուխ եմ խոնարհում, երբ որ Մոսկվա եղել եմ Նովոդվիչիում թաղված։ Մի երկու ծաղիկով գնացել եմ մեր տաղանդավոր ծովակալի գերեզմանը գլուխ խոնարհել։ Իշնորհիվ նրան ես ունեցա գծագիր, որ այդ գծագիրի հիման վրա պատրաստել եմ այս մակետը։ Որը հալել, որը փականագործի գործա, որը խարատի գործա, ինչ որ մի պահ դուրս է գալի, որ գլուխ եմ գովում, բայց ես մի քանի մասնագիտություն եմ պատվիրապետում։ Ինչպես ձուլման գործը, այնպես էլ փականագործի աշխատանքը, դրա հետ միասին խարատային աշխատանք, այնպես որ կողմնակի մարդ իմ աշխատանքին չի մասնակցում։ Որքան մի պահ ուրախացա, որ ֆրանսիացիները առաջի պետությունը, որ ցեղասպանությունը ընդունեց։ Որից հետո դա, չգիտեմ, մեծ լավություն ասել, թե ինչ, որից հետո նրանք ավելին արեցին։ Այսօրվա վիճակով Ֆրանսիայում բացել են թանգարան, որտեղ ցուցադրվում է այս նավի մանրակերտը։ Համ լավություն արեցին, այս անգամ կրկնակին արեցին, իսկ մենք բանից դուրս եկավ հայերս պարտուրացենք, այդ լավությունը մոռանում ենք։ Շուտով կլարանա 15 թիվը եւ ստեղել 7 թիվ, որ երրորդ տարին է ցեղասպանության։ Դա եւ համեցեք նշում ենք դատարկ ձեռքով, ինչ որ ուրիշներին բգդրեմ, որ ցեղասպանությունը ճանաչեք, ինձ որ կհարցնեք։ Պատերազմող կողմերը, թշնամիներ են, ինչ որ տղամարդկանց սպանեցին։ Դա ոնց որ թե ընդունված կարգ է, պատերազմ է, կռվողներից մեկը պետք է սպանի։ Շատ ներողություն։ Կանանց լլկեցին, բռնաբարեցին եւ այլն։ Այդ էլ ոնց որ թե ինչ որ տեղ է անում, բայց հարց է առաջ գալի։ Փոքր երեխան, բարուրի երեխան ոտքերից ոռնել, գլուխը խփել, քարին ջարդել։ Թեկուզ մի դեպք, ինքնս ինքան ցեղասպանություն։ Նա ոչ զենք է բարձրացնում, ոչ մեկ էլ մյուս գործին է պիտանի։ Կաթնակեր երեխան, գլուխը ջարդել, թեկուզ մի հատ։ Ես գտնում եմ, որ ցեղասպանություն է, բայց ցավոք սրտի այսօրվա իբր թե կիրթ մեկ էլ մյուս աշխարհում դեռ ձգձգում են ցեղասպանություն չեն ուզում ճանաչեն։ Եթե անկեղծ ասեմ, կարող եմ փաստաթղթերով հիմնավորել։ Ես բնակարանս վաճառել եմ այս աշխատանքի համար։
Շատ ներողություն, մի դեպքում գեղեցիկ չէ, բայց արհեստական адамներ ունեի, 13 գրամ ոսկի կար, հանել եւ վաճառել եմ, տեսնում եք իմ վիճակը, խոսել չեմ կարողանում, այն մյուս բաներն էլ չասեմ։ Որը սկսել եմ, պետք է հասնեմ հաղթանակի, պետք է վերջացնեմ։ Բայց ցավոք, նորից եմ կրկնում, պատմական թանգարան ընդհանուր տղայից ուղարկել եմ մի քանի անգամ ցեղասպանության թանգարան կա Երևանում։ Ասել պատեղ չունենք, հնարավորություն չունենք եւ այլ եւ այլ։ Ալավերդեմ դիմել քաղաքապետին, ասում նկարներ բեր, միգուցե որ նկարները տեսնեն, մեկը օգնի։ Բայց ես օգնություն չեմ խնդրում, ես սրան չեմ վաճառում, գոնե իմ աշխատավարձը ու ծախսած մատերիալի փողը, ավել չէ։ Իմ աշխատանքները բազմազան են, սովետական միության կարևոր գլխավոր թանգարաններն բոլոր տեղերներ գործ ունեն։ Եթե բոլորը հավաքվի, ոչ թե մի փոքր թանգարան, մի ահռելի թանգարան կարելի է կահավորել։ Այդ ցուցակում տանկեր, զրահագնացքներ, սամալյոտներ, Նելսոն Ստեփանյանի սամալյոտը իմ անհրաժեշտը մեկը նվիրել եմ Երևան այն դպրոցին, որտեղ ինքը սովորել էր։ Հրապարակից մի քիչ վերև մի ժամանակ կոչվել էր Մաքսիմ Գորկու անվան ռուսական դպրոց, որից հետո Նելսոնի զոհվելուց հետո նրա անվանային։ Երկրորդ նույն մակետը նվիրել եմ Թիֆլիսի ռազմական օկրուգի պատմական թանգարանին։ Եվ մի գեղեցիկ մոմենտ, ես որ նվիրեցի ֆոնդի պետը տարեվերջ էր, 83 թվի տարեվերջ է, սեպա գիտեք ֆոնդը ծախսված է 4500 ռուբլուց ավել չենք կարող տալ, ասի ոչինչ հարմար է, հետո որ կամիսան նայեց, որ ցուցադրման ենթակա է, արդեն գրանցվում է որպես ցուցադրման նմուշ, ակտավորում էին, այս անգամ ասեցի հանկարծ արժեքի համար, սեպա ինչի փոշմանելը չեմ փոշմանել, ասի, հայ վարպետը իր հերոսին չի վաճառում, ես նվիրում եմ, խիստ զարմացան մի բանվոր մարդ եւ 4500 ռուբլուց հրաժարվում է։ Իհարկե ես չեմ ափսոսում, իմ ընդհանուր նվերների գումարը կազմում է 353,000 ռուբլի։ Հասա ժողովրդական վարպետի կոչման։ Դրա հետ միասին Եռյակի պատվավոր երկաթուղային եմ 3 անգամ մինիստրության կողմից մասնագիտական ձեռնահաս լինելու կապակցությամբ պարգևատրվել եմ պատվավոր երկաթուղայինի կոչման։ Ամբողջ այն ժամանակվա մեր երկաթուղային տրանսպորտի մասշտաբով կարող էի 365 օր գնացքի չիջնել, մեկից իջնել, մյուսին բարձրանալ։ Իհարկե ձերի փափուկ վագոնում երկու տեղ ունեի։ Դա եւ վարձեր, եւ փառքեր, եւ պատիվեր։ Այսպես մի դեպք Ուլյանովսկ նվեր էի տարել, շոգեքարշի մակետ էի տարել, որը գնահատվեց 37,000 ռուբլի։ Ուլյանովսկի ապկոմի քարտուղարը հայրենական պատերազմի հաշմանդամ էր, զախսերից զրկված, պագոնները գեներալ լեյտենանտի, դվարժի գերոյ, կրկնակի հերոս սովետական միության։ Ինձ էսպես հարցրեց, Հրաչ Գեորգովիչ, դուք գիտեք, որ Ուլյանովսկում կա ավտոգործարան, ուղազիկներ են պատրաստում, ասի իհարկե որ գիտեմ։ Այս անգամ ասավ մենք ավտոգործարանի կոլեկտիվին կպարտավորեցնենք, որ ձեզ համար հատուկ մի հատ ավտոմեքենա ուղազիկ կպատրաստի եւ մոտորի ծածկոցի վրա, կապոտի վրա կգրվի Ուլյանովսկի ավտոգործարանի կոլեկտիվից ժողովրդական մեծ վարպետ Հրաչ Հովհաննիսյանին։ Ես հրաժարվեցի, ասի ես այդ նվերը չեմ ուզում։ Իհարկե խիստ զարմացան, ինչպես ապկոմի քարտուղարը, այնպես էլ ներկա գտնող ընկերները, թե ոնց է նվեր են տալի եւ չի ընդունում։
Պատճառն ուզեց իմանա, ես մտածեցի, այն ժամանակ իհարկե երիտասարդ էի, ես իհարկե վարորդ էի, բայց երկաթգծի ռելսների վրա, որը մոտ է եւ ավտոտրանսպորտին, ավտո ունենալուց հետո ես մակետներով չեմ զբաղվի, ծախել նվերը չեն ծախի, դրա համար էլ հրաժարվեցի ավտոմեքենա չվերցնի, եղավ, եւ համեցեք ռուսական առաջի շոգեքարշի մանրակերտը, որը շինվել է Նիժնեի Տագիլում 1834 թվականին, ռուս երկու վարպետներ, 100 ավելի շուտ Չերեպյանովները առաջի անգամ շինել են այս շոգեքարշը, ընդհանուր ժամանակ շոգեքարշ վար տեխնիկայում գոյություն չունեցել, սկզբում անվանվել է սուխապուտնոյ պարախոտ, շոգե մեքենայով աշխատող պարախոտներ եղել են, նավեր եղել են, բայց պարավոզ չէ, առաջին օր ռելսի վրա ման է եկել, շարժվել է, համեցեք նրա մանրակերտը, որից շինել են մի քանի տասը, երևի մի 70 հատ ոչ պակաս։ Ես ընդհանրապես այն ինչ որ պատրաստել եմ, նյութերը պաշտպանում եմ, պողպատը մնում, բացառություն կազմելով անվազույգերը, որը պողպատի եւ չուգունի փոխարեն ջուրալով են փոխարինել, իսկ մնացածը պողպատ, որտեղ որ բրոնզա բրոնզի պղնձի համաձուլված, իսկ անվազույգերը դե ինձ համար դժվար է տան պայմաններում չուգուն զուլել, փոխարինել եմ ալյումինի ջուրալով։ Ձուլում եք, դուք եք ձուլում։ Այո, նախ ֆորմեն եմ շինում, որի մեջ պետք է ձուլ, սրանք ձուլված են հիմնականում, այս մասնա մի քիչ մեխանիկական մշակման ենթարկվել, իսկ մնացածը ձուլած, ձուլելուց հետո այդպես մաքուր դուրս է եկել։ Եվ ֆորմեքը, եւ ձուլման աշխատանքը, եւ դարչնի աշխատանքը, փականագործի, խարատը եւ այլն, անձամբ իմ ձեռով։ Չնայած սերացել եմ, մի 10 օրում կպատրաստեմ։ Ես սուտ խոսել չեմ սիրում, եթե գործերս հաջող գնա, համոզված եղեք, որ մի հատ նվեր կստանաք, եթե ցանկանում եք ունենալ։ Ընդհանրապես մեխանիզմների, նավերի, սամալյոտների եւ այլն բավականին լավ տեղեկություն ունեմ։ Հետո ներող կլնեք, գլոխ չեմ կողում, շատ ուժեղ տպավորություն։ Մի բան տեսնելուց հետո խնդիրը լուծված է։ Մի լուծկու տուփի վրի նկարից կարող եմ ռաշիվրովկա անել, այսինքն ռաշիվրովկա հայերեն ոնց է դուրս գալի, եւ հասկանալի է։